հայ մայրմը փոքրիկներ գծախվին հույն գնոջ մդերը։ Յուլիս ամսվան մեջ Բերեջիգի շրջակայքեն և Եփրատի եզերքե զանազան վայրերը հավաքված հայեր հասան Ջարաբլուսի գայարանը, ընդամենը 1612 հոգի, այր կին խարան և իրենց քահանաները միասին։ Հետևյալ օրը գնացքով պիտի մեկնեին և գիշեր անցնելու համար իրենց ետկացուցած էին գայարանի գիծ տաշտը, որ անհարթ և քարքարուտ տարածություններ։ Աքսորյալները ճամփորդած էին մասամբ հետիոտ և մասամբ էշերով։ Ջարաբլուս հասնել են ետքը, էշերը գրավեցին։ Իրիկնամուտին ժողովուրդը սկսավ քնանալու տեղ պատրաստել։ Քարերը կհավաքեին, քեդինը կհարթեին, բայց քեդինը թաց էր և լբրձուն ցեղ մը կներկայացներ։ Երկու օր առաջ հորդանցրևներ եկած էին և ջուրը լճածած մնացեր քարերուն տակ։ Ցորեգվան սաստիկ թաքեն յաջորդած էր թափանցող ցուրդը և կետնի խոնավությունը բոլորովին անդանելի կդարձներ դրությունը։ Այնքան յոգնած դանչված էին դաժավլի ճամփորդությանեն, որ աքսորյալները սկսան ցրուվիլ։ Որոշ սահմանեն անթին անցնել անկարարե էր, այնոլես որ նստեցան քարերուն վրա, դարաձեցին իրենց խոնջացած անդամները և շատերը սպարած յոգնութեն նետվեցան խոնավ ավազներուն մեջ։ Մանուկները միայն կհանգչեին իրենց մոր գիրգը, բայց քիչ մչափահասները չդիմանալով գրած շարչարանքներուն գուլային։ Արավոտյան թեմ տեսած իրենք։ Ցուրտեն պաշտպանվելու համար բնազդով մոտիկացած էին իրարու և կարծես միացույլ զանգված մը կկազմեին։ Արևը բավական բարձրացած էր, երբ Քայմագան բեյը իրենք կնոջ և զավակներուն հետ դուրս եկավ։ Իրենք ընկերանեին երկաթուղին վերականիչ հույն Գոենաբոլոս Էֆենդին և իր կինը։ Կիները զարդարած մեդաքսյա հագուստներով, խորող, ուրախ, ժպտելով և ձիզաղելով գհարաչանային և գարձես հարսնիքի գերթային, ասոնք ուկային թեպի հայ աքսորյալները։ Երբ կահանան տեսավ, որ Քայմագան բեյը իրենց այցելության գուկա, վազեց դիմավորելու և ձեռքերը դնելով բադարոդած վերարգունն քուրտկե վրա, խոնարեցավ դեպի քեդին ու բարևեց և թողթոժուն շրթունքներով մաղթանք մմրմնջաց։ Բեյը հայտնավ, թե գուսե բդույթ մընել տեղահան ժողովրդին մեջ, ողորմելի քահանան շուվարուն և խռովուցած շտաբեց թեպի իր հոդը և սկսավ քոչել քերքերացայն. «Ելեղ, ոտքե կանգնեցեք, Քայմագան բեյը գուքա ցեզ այցելելու։ Կողթեմքով դիմավորեցեք սինքը, մի լաք, մի աղերս, այլ բարեբի գեցեք»։ Թուրքերը և հույները շարունակելով խոսակցությունը և ձիզաղելը գմոդենան ժողովրդին։ Կահանային անցկալի դեմքին վրա փոխին փոխ ցավագին և բռնած բոսիկ ժպիտ մգերևա, երբ հյուրերուն գդառնա և իր սարսափած նայվածքով գդիշտամփե աքսորյալներեն մեկը կամ մյուսը, որ հարկ եղած ագնավության բարևի չէ գեցած, գքածուլալով յոնևէ ցավով կամ տարաբանքով։ Քայմագամը մտնա խմբերուն մեջ, գդիդե մանուկները, կսկսե քնել և հարցուփորձել։ Տեղահան ժողովուրդը կհասկանա, որ Քայմագամը մանուկ կփնտրե և երկյուխի սարսուր մը կանցնե բոլոր մայրերուն վրայեն և ամեն մեկը կջանե իր զավակը փահալ քղանցներուն տակ, ցերքեր կդողան անցկությանեն, նայվածքներ կմոլորեն, գին մխելքագորուս կգոչե. «Ով Աստված հարցերուն մերոն, մեր որ մեղքերուն քավության համար է այս ժամը»։ Քայմագամը խոժոր է և կգենա, իր բդույթը աբարթյունին անցած էր, չեր կրած այն, որ կփափագեր։ Մանուկներուն ընթիմությունը իր մեն փախնելուին անոնց վդիտ և դքեր կերպարանքները զինքը յուսահատեցնեն։ Կահանան թողկուզար բեյին վատ դրամատրությանեն անգամ մալքոնարեցալ բարևեց և կճանա իր սարսափելի կամած դեմքովը ժպտի, բայց Քայմագան բեյը զայրացած է և հագարակ քահանային խոնար վարմունքին, հագարակ խեղճ ժողովրդին ակնաբական բարևին, անիկա կփռնե քահանային քուրտկե և զայն ցնցելով կփորա. «Ուր են լավ մանուկները, ուր եք բահեր խայիններ, ես գուզեմ, հիմա կգուզեմ քեղեցիկ մանուկներ»։ Այ հոյանքներու և սպառնալիքներու տարապ մը գային այս ժողովրդին և ալևոր քահանային վրա, որ այլայլած գրեթե խելագար գդառնա ժողովրդին. «Ջանամ, դուվեք, Երևան բերեք մանուկները, դուվեք, ամեն ինչ դուվեք,
մի բարգացնեք քայմական փեյը։ Ամբողջ ժողովուրդը գորոդա զայրույթով եւ անեծքով, իրենց յուսադության թավին մեջ գմորնան երգյուղը, գրեթե գենթանական զգուշությունը, որ զիրենք անբան վիճակի վերածած է։ Կահանան շուվարած մեկը գդառնա քայմակամին, որ միշտ գղորա, գդառնա ժողովրդին, որուն զայրույթը հեծեզդե գմարի աղյողոր մեծեծանքի մեջ։ Ձեր գինոր յուսադական աղոտքներ գմրմնչեն, մեկը չի ամարցագեր դեղեն շարժիլ, կարծես ամենքնալ անօրինակ աղյադիմը գսպասեն։ Այդ միջոցին հույնգինը քայմագամին գտիմե եւ փաղաքշական խոսքերով գջանազայն հանդարտեցնել։ Մի բարգանակ պեյս գսե ձեգցեգալով, ես հիմա գեղեցիկ մանուկները դուրս կհանեմ, դուք այս հայերուն խորամգությունը չեք գիտեր, ես կգտնեմ, միայն թե դուք հանդարտեցեք։ Իսկ Կոյնոբուլոս Էֆենդին նույնպես կջանապեյը հանդարտեցնել եւ գսե. «Սպասեցեք մեկ վարգյան, հիմա դիգինս ձեր պապակածը գբերե»։ Տիկին Կոյնոբուլոս կսողոսկի խումբերու մեջ, ուր խոժոր, լրին եւ արցունկոտ դեմքերով գնտունին զինքը։ Հույնգինը կգտներ վերջապես 9 տարեկան օրպարչիկը, որուն հայրը թրկական բանակին մեջ իբրև զինվոր մերած էր, իսկ մոյրը աքսորի ճամփին վրա։ Անիկանի հար թեմքով, ջերմակ մորթով, սևաչկորու արատ մազերով սիրուն աղջիկ մներ, որ գլուխը ծածկած էր սև յազմայովը, որ մորը սուկի յազմաներ։ Տխուր էր եւ սրդափեկ, բայց իր սիրուն թեմքը հաջելի գերեվափեի հանմին, եւ որովհետեւ ոչ մեկ պաշտպան կամ դեր չուներ, զինվորին միջոցով ղրկեցին փեի տունը։ Աղջիկը մեկնելու առաջ գլխու կոր նայեցավ հայ աքսորիալներու խմբին եւ գարձես կվարաներ երաճանալու։ Իր դրթում աչքերը գսեին. «Ինձի վերջին համբուր մտող չի գա»։ Դրացին գինը հասկացավ, որ փուգին մտածում է, գանչեց զայն եւ ասավ. «Եգուր, մորտեղ ես համբուրեմ քեզի»։ Եվ երկու այդերեն համբուրելով զայն յանցնեց տշնամին։ Քայմագան պեյը քիչ մը հանդարտած էր։ Եվ հյուն գինը կաչալերված մդար գրգին խումբերու մեջ, որ այս անգամ ման չէ մը գտներ։ Հյուն գինը կփնդրեր եւ հայ մայրեր աչքներնին քեդին գխոնարեցնեին, որբեսի այդ գնոջ աչքերնին չհանդիպի իրենց նայողացքը։ Անիկա վերջապես աքսորիալ գնոջ եղանցքին ներքևեն հանեց սիրուն մանուկը, մոյրը գաղլեր սեր, գուլար եւ ձերքուն ու ոտը կհամբուրեր հյուն կինոջը։ Բայց անիկա ամուլ գիներ եւ փունությունը զերգեր զինքե մայրական զգացում է։ Առանց ուշադրություն ունելու մոյրը արցունքներուն սկսավ փորալ. «Փեյ, փեյ, հոս եկեք, տեսեք ինչ սիրուն է»։ Փեյը մոտեցավ եւ ըշպդեցավ, իր ժաշակին հարմար էր այս մանուկը։ Հազիվ 6 տարեկան գար, կիրուկ էր, ջերմակ եւ սևաչուի։ Հյունը ջանքեր գներ մանուկը խլելու մորմեն, բայց անիկա գերմարտկային ջանքեր գներ պահպանելու համար զավակը եւ կուրծքին վրա բինդը սեղմած էր իր մանուկին։ Մոյր այս յուսադական փարումը գրգուվանք կարծելով, մանուկը գլուխը կբարձրացներ, մոյրը երեսները կհամբուրեր եւ փեին դված նիգելե մեթալի գծույց կուդար։ Հյուն բաշտոնյան կինոջ մոտ եկած էր եւ երկուսը մեկ փեին գարժեցնեին եւ գքովեին մանուկին գեղեցկությունը, առողջությունը, լավությունը։ Խեղճ մայրը սարսավահար այս անցուդ արդեն գուզեր զավագի հետ փախչիլ եւ խումբին մեջ անհետանալ, բայց քայմագամին հրամանավ զինվորները բռնած էին զինքե եւ փախուստը գարկել էին։ Փեյը դեսնելով մոյրն տեմությունը, որ հեծես դե գադաղյությանը գհասնի, ժանդարմաններուն գհայհոյանք, ոտքով գզարնե գեդիմը, գլուխը գշարժե զայրույթով եւ իր բոլոր գադաղյությունը քահանային վրա թափելով գփորա. «Անմիջապես մանուկը պետք է զինվորներուն հանձնվի, որ դանին»։ Փոքրիկը հայրը մեկ կողմը գեցած Աբուժեբես դիդեր եւ գարձես ամեն զգացում գործընկիծած էր։ Քահանան դեպի իրեն եկավ եւ ասավ. «Եթե զավակը չանցնեվի, մտածեցիր թե ինչ կուգա մեր ամենուս գլխուն։ Քայմագան փեյը զայրացած է, մտածեցիր թե ինչ կբադահի այս ամենուն։ Գարձես վանելու ակներև եւ ծանր սպառնալիք մը հանկարծ խաչակնքեց եւ կեցավ։ Հայրը ինքնագորուզ եւ մեքենապար մոտեցավ գինոջը։ Վախը եւ հայրական սերը թողդոժուն կդարձնեին զինքե, բայց բազուկները երկարեց, արավ մանուկը,
որ մոյրը վստահեցավ հայրը իբրև ավելի ուժեղ եւ վստահելի պաշտպանի։ Հայրը մանուկը հանցնեց զինվորներուն, երբ մոյրը իր մարդուն քիրգը թադանք տեսավ, հասկացավ, մազերը գփետտեր, երեսները գջանգեր եւ ամուսնուն վրա արձակվելով գփորարան տաթար, ըրուն դուվակ զավագս, վերաթարցուլ զավագս։ Բեին խումբը իր պդույտը գադարած էր եւ մանուկին կինը մեկ մեջիտ վճարելով կանային հերացան։ Որբույն անդեր էր, անոր համար չվճարեին։ Իսկ յուն կինը կայմագամին արդոնությամբ վերցուկ 15 տարեկան աղջիկանմը ծարայության համար։ Բեին հրամանով ապրանքատար վագոններ յատկացված էին տեղահան ժողովրդին եւ հրամայված էր շտաբով հեռացնել զիրենք։ Շարք կթիզեին աքսորյանները վագոններու մեջ։ Որթեգորույս մայրը տեղեն չեր շարժած։ Գուլար, կողբար, մերիներ կսեր, քարեր գժողվեր եւ մանուկը գործընծուցած տեղը քերեզմանի ցևով գոյթ մը կազմելով գլուխը գզարներ կետնին եւ անմխիթար ցավով գուլար։ Դեմքը այլափոխված էր արցունքի արատութենեն եւ անի գամմարտկային երևույթը գործընծուցած էր գարձես։ Աքսորյալներեն ամեն մեկը այնքան ծանրափեռնված էր առանցին տարաբանքներով, որ անուշադիր մորի ցավին կանցնեին գերթային, իսկ ամուսինը թաշտին ձայրը կեցած, հուսահատ, լքված, աչքերը վայրահակ, չեր համարցագեր գնոջը մոտ երթալ։ Հրամայած զինվորներուն հեռացնել գինը, ղեղդել այդ ձայնը։ Ժանդարմաները գուզեին զայն տանիլ փագել վագոնի մեջ, բայց մայրը գգրվեր, կաղաչեր ու գբաղադեր, որբեզի զինքը չի հեռացնեն եւ զավակը դարձնեն իրեն։ Սկսան զայն քաշելով դանիլ առանց հանոր աղերսանքին լսելու։ Հակուսները պատրդեցան եւ քարերու վրա քաշքշվելով ոտքերն ու սրունքները արունուդեցան։ Այսպես հաստուցին այդ կինը թեպի քնածքը եւ գրեթե անգենթան վիճակի մեջ նետեցին վագոնը։ Փեին տան մեջ մանուկները կհակնուցնեն, անուշեղեններ կուդան եւ ամեն չանք կնեն անոնց սիրտը շահելու։ Փոքրիկ մանչուն հակցծրե էին զարդարուն լաթեր, բայց աղջիկը մերժեր էր հակվիլ, զարդարվիլ։ Ես կարմրակույն հակուս չեմ ուզեր, ես սև պետք է հակնիմ, գսեր անիգա։ Ինչու աղջիկս, գսեն զայն փաղաշկելով։ Իմ հայրս ու մայրս մեռած են, ես սքավոր եմ։ Ամիս մանցեր էր եւ 9 դարական յորփուհին մազերը միշտ ծածկած էր սև յազմայով։ Բոլոր չանկերը իթերև ելան, ժբիդը չերևցավ անոր թեմքին վրա։ Ազդված այս յամար տխրությանեն եւ վախնալով, որ այդ սքավոր աղջիկը թժբախբություն պիտի բերե իրենց տունին, ուրիշ հայ աքսորյալներու խմբի հետ ճամբայ հանեցին թեպի միջագետք։ Նույն ամսուվան մեջ Կիլիգիոյի շրջանեն Ռումկալեի կողմերեն հասան 200 հոգինոց խումբ մը հայեր, որոնք Ջարաբլուսի մոտ կանքարին։ Պետք էր նույն օրը մեկնեին, բայց որովհետև 1.5 օրենի վեր ովևէ բան գերած չէին, որոշուվեցավ, որ դեղի ունենա հացի փաշխումը։ Գայմագամին հրամանով հապճևով հաց տխեցին եւ դագավին անեպ գես խմոր վիժագին մեջ փուրեն հանելով հացը հանցնեցին ինձ, որ դանինքու պաշխենք աքսորյալներուն։ Հացերը լցուցինք 2 բարգերու մեջ եւ 2 աքսորյալ հայերու օգնությամբ դարինք բազմության։ Մարդիկ չեն գարձես, այլ անօթութենե գազազած անպաններ, որոնք գործընծուցեր էին մարդկային զգացումներու ամեն հետք։ Անգընթարտիմը մեջ գերան լափեցին։ Մանուկներ, հիվանդներ, հղիգիներ անոթի մնացան։ Դեսա, որ վտիտ երախաներ մատերուն զայրը թուքով գթրջեին եւ գհավաքեին գեդինը ինկած ամենեեդին փշրանքները։ Գիլիգիոյի շրջաններու մասին միշտ տեղեկություն ունեինք եւ գհետևեինք անցուդարձերուն։ Բայց Հայաստանեն բոլորովին լուրջ ունեինք։ Ահա թե ինչպես առաջին հանդիպումը ունեցանք հայաստանցիներու հետ։ Մայիս մեղի առավոտուն գանուխ ընկերներով Եփրադի եզերքը գացինք։ Երբ թեպի գետը գույայինք, տեսանք, որ սև գոյդեր գծփան Եփրադի ճուրերուն վրա։ Արաբներ, զինվորներ խումբ կեցած եւ հետաքրուված գդիդեին այդ գոյդերը։ Հանգարց աղաղակ մը բարձրացավ. Հայեր են! Հայեր! Մոդեցա եւ թուրք զինվորի մը հարցուցի. Ինչ են ասոնք։ Խայիններ, պատասխանեց, ձեր հայերու թիագներն են,
Չեք գիտեր թե ինչեր պատահեր են վերևը։ Չէինք ուզեր հավատալ եւ մոդենալով քետափին, սկսանք շտապել հոսանքն ի վեր դեպի երևցող գոյդերը։ Գետափը խորոջիմը մեջ տեսանք, որ զինվորը ճուրի եզրը նստած դիագիմը վրային կհանե վերարգուն, լաթերը, գոշիկները։ Դարձյալ չուզեցինք հավատալ, թե այդ դիագները հայու դիագներ են եւ կխորհենք, որ թերևս բادرազմի հետևանքով ինգող զինվորներու մարմիններ են։ Խմբվեցանք զինթուրք զինվորին մոտ եւ ուզելով ըստուկել մոդեցանք դիագին։ Զինվորը գոլոխվածած վերարգուին գրպանները գորոներ, երբ թետրակ մահանեց, անմիջապես արի ցերքեն ճուրը անընթերնելի դարձուցած էր գիրերը։ Այսքանը միայն գրծա հասկանալ, որ ադիգա Սամսատ գյուղացի նբարավաճարի օրադետրներ։ Սոսկումը եւ արհավիրգը մեզ պատեց, ուրեմն իրավ հայեր էին։ Դիակները գիչնեին հոսանքն ի վեր դեսանտս հոգի, ցերկ ցերքի, ոտք ոտքի գապված, հազվադեպ էին առանցին դիակները, որոնք նույնպես կապկպված էին։ Ցերեգը լոյս աչքով ակնաբիչ կտիդեինք։ Մինչև մայիս 5-ը անցան օրական 150 կամ 200 դիակ, առանց հաշվելու գիշերն անցածները։ Այսպես տևեց մինչև մայիս 28-29, հետզհետե օրական թիվը նվազելով, Իրար կապված թիակներու գոյդերը գսահեին, գանցնեին անթաթար։ Գային նաև գանանց թիակներ, որոնց երկու բազուկներուն դակ եւ սրունքներուն մեջ մեկ մանուկ կապված էին։ Գիները բոլորովին մերգ էին եւ թերադի։ Նույն այդ խորոչին մեջ հանդիպեցա աղջկան մթիագին։ Հերվեն որ գուքար սև գոյդ մգերևար միայն։ Երբ մեր գողմը հասավ, ալիքը զայն նետեց ափունքը, ուր յորցանքին մեջ բահմը թարնալով մնաց։ Առաջին բահուն ուռած մասեր միայն գերևային։ Փորը սև եւ գորշ եւս թինքները, ուռած թիակներու նման։ Ոտքերը ճուրին մեջ կախված էին եւ բլնցագույն ազդերը գգրեին վերքերու հետքեր։ Ձերքերը քնգուշ էին եւ գապված հաստ բարանունը, դեմքը գործված էր ճուրին մեջ, բայց արադ ոսկեգույն մազերը գծփային ճուրին վրա։ Ես եւ ուրիշ հայ պաշտոնյամը նոր գամուրջը գացեր էինք։ Այնտեղ տեսանք հետևյալը։ Գամուրջի մստորոդը, ուր բահբան զինվորներ կգենան, այդ նույն բահբանները շինած էին երկար երկաթե ցողեր, որոնց ձայրը գերմը կար, որով դիակները կքաշեին հակուսները գողոպտելու համար։ Այդ բահուն զինվոր մգնոջ դիակ մը կքաշեր փերավ ջուրի եզերքը։ Գնոջ մարմինը գրի նման ջերմգած էր եւ սև խոշոր արատներ կգրե։ Մարմինը ծեվափոխված էր եւ դիմակիցը անհետացած էր, այնքան փտտած էր այլևս, որ ցողը հազիվ թե կգպցներ, անիգա գխուրուվեր մարմինին մեջ։ Այդպիսի թիագիմը ցերքեն զինվորը առավ արձատ մատանին։ Նույն կամուրջին ներքև երկրաշապի օկնական երիտասարդ ֆրանցացիմը, որ յունի անուն ներքև գմնար, արցագուրթեն ժամուն գուկա ցերքը լուվալու եւ պրադին մեջ, երբ հանգարց թևին փան մը գփաթվի եւ սոսկումով վեր գքաշե։ Թերադի աղջկան կիակ մներ, որ գծանրանար թևեն։ Երիտասարդը ցերքը կազադե մազերեն, բայց այնտեղ գտնվող թուրքեր գուքան աղջկան թիակը գիապշտագեն։ Անիգա դագավին մատխաշ էր եւ քեղեցիկ։ Թիակը թարմ էր եւ չեր ցեվափոխված։ Ոտքեն գապված էր քարմը, որով դանդաղորեն եւ ճուրին մեջեն գյարաչանար առանց մագերեսը բարձրանալու։ Դիտածեինք, որ չարաբլուսեն քիչ հեռու անսովոր երևույթ մը հայտնված էր։ Երամներով աղրավներ եւ շուներու ոհմակներ երևեին, որոնց գրնչյունը, ոռնոց էր եւ լալիյունը երկարորեն գլսվեր իրիկնամուտի ժամերուն։ Հետագարկրված կացինք այն կողմերը տեսնելու թե ինչ կա։ Դագավին ճարաբարին վրա դաշտերուն մեջ տեսանք մարդկային մարմնի բեգորներ, ձերքեր, գես յոշոտված քանքեր եւ այլն։ Ովքեր էին ասոնք, ուրգե եկած էին, չի գրցանք հասկնալ։ Տեսանք, որ խոշոր շուներ դեպի իրենց որժերը կքաշեին դիակներու բեգորներ իրենց ցակերուն համար։ Իսկ գեդեզրագուատ բեգորները այնքան առատ էին, որ շուներու խումբեր եւ աղրավներու վայրի զանազան թրջուններու երամներ իրարու առանց վնասելու անվրդով թառած իրենց որսերուն վրա դունչերն խրած դիակներու մեջ անընդհատ կլափեին։ Գերմանական երկարուխյակ քիծը հայթաթիչը որ զույց երացի էր,
Գարադաղի անթար մեկնեցավ փայտ փերել տալու համար, բայց չգրծավ Եփրատի եզերքեն իր ճամփան շարունակել, որովհետև Բերեջիքեն մինչև Գարադաղ քեդին երկու եզերքը դիզված թիակները այնպիսի նեղություն հարաճ կբերեին, անոնց երևույթը այնպես խոր կերպով չիղերը կքայքայրեին, որ սարսափով փախավ, վերադարձավ Հալեբ, հիվանդացավ։ Երբ Ադիամանի, Սամսատի եւ շրջակայ գյուղերու հայերը տեղահան ըրած են, գիները ղրկուված են արաբ գունարի կայարանը եւ այրերն ալ գապելով իրարուն նետած են քերը։ Մայիսի վերջերը այդ վայրերու գիները գնացքով 40 վագոնով յուրաքանչյուրին մեջ 60 հոգի կղրկուվեին թեպի Հալեբ։ Երբ կանցնեին Եփրատի արժանանագյա գամուրջին վրայեն, այդ տշպախտները վագոնի պատուհաններեն գտեսնեն խումբ մդիակներ քեդին վրա, որոնց հագուստները եւ դարազը նման էր իրենց գյուղացիներու հագուստներուն։ Հարսմը, որ գնացքին մեջ նոր ծնած էր իր անթրանիկ սավագը եւ որ իր հարստության եւ գեղեցկության պատճառով անլուր դանջանքներու մատնուված էր ջամփուն վրա եւ կես խելակար վիճակին մեջ էր, կգարձե ճանչնել իր ամուսինը այդ դիակներու այդ խումբին մեջ։ Բոլոր գիները գջչեն եւ գուզեն քեդը թափվիլ։ Սիրական անուններ գաղաղագեն, գբորան, կհեծեծեն, նոր հարսը, խելագորույս վիճակին մեջ կուզե քեդ նետվիլ եւ չիաչողելով նեղ բադուհանեն դուրս ծածկել, նորածին մանուկը գնեդե թեպի գարձեցյալ ամուսինը։ Մի թուրքը պատրուագելով, որ մանուկները պիտի դանի լավ մարդուց խնամքներու պիտի անցնե, Սամսադի գյուղացիներեն եւ թուրքերու ձեռքի ավակված մանուկներեն 70 հոգի գարնե մագույկ մգլեցնե եւ գսե թե Եփրատի վրայով ջարաբլուս պիտի փերե անգե Հալեբ անցնելու համար։ Երբ կհասնին Սյուփյուրգեչի մոտ, ուր ջրվեժ մգա եւ մեծ հորձանք մգգազմե եւ որ վերջին ծայր վտանգավոր է մագույկներու համար, փայտ մգգոտրը մագույկեն։ Ինքը գնեդվի ջուրը եւ լողալով կհասնե քեդեցրը։ Մանուկներու մագույկը անտեր եւ առանց խեգի կհասնի հորձանքին, կշրջի անմիջապես եւ սարսափահար մանուկները ցիրցան բահ մգդառնան հորձանքին մեջ։ Կես ժամ չանցած 7 փոքրիկ դիակներ կուղևորվին հոսանքինի վար։ Թուրքը գեդեցրը կեցած կհսկե եւ կսպասե մինչեւ որ վերջին մանուկը անհետանա։ Ուրգեյետկը կդառնա իր գյուղը։ Մեր շրջանի հայերը մատնված էին հոգեկան անբակմելի չարչարանքի։ Երբ դիակներ գերևային քեդին վրա, գործ եւ այլ գծգեին եւ գփախեին, որբեսի չի տեսնան, ու անդադարկանցնեին խերդամահներու սև գույդերը։ Բերեջիգի թուրքերը լունդանքներ կթափեին անցնող դիակներուն վրա, կամ կհեկնեին ու կձաղրեին։ Տղակը քար կնետեին, ու նախադական խոսքերով կետապեկը թևեին անոնց ընթացքեն, իսկ կիները կկանքադեին, որ այդ բիղծ դիակները Եփրատի ջուրերը աղդոտած են եւ անմեն կարգի անեցքներ ու հայողիութներ կուղեին հայերուն։ Արաբները միայն կղղջում էին եւ կկանքադեին։ Իրենց մեծամեծները զայրացած էին այս անարդար անհղջամություններուն վրա եւ մանավանդ 70 մանուկներում մահը մեծ գրքրություն ջարաճ բերավ իրենց մեջ թուրքերու թեմ։ Փուրն գերբով բողոքեցին Հալեբի կառավարության եւ 70 մանուկներու ոճրագործը ցերփակալելով հանձնեցին դադարան, որ այդ հրեշը կախաղան բարձրացույց արաբներու ստիպումին վրա։ Շատ տեղզիս իսլամ գարձելով, թուրքերը անվերապայ գերբով գխոսեին այս անձութարցերու մասին։ Իրենց ընդհանուր գարձիկը այս էր. Աստված հային ստեղծած է ղուրբանի համար, գիները զուվարգության համար, բայց մանուկները սպանելը իրոք բարբարոսություն է։